Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի պարոն Նահապետյան, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ճիշտն ասած, ելույթս ի սկզբանե ուրիշ ձև էի պլանավորել, բայց մի քանի կամ մի ժամ առաջ հայտնվեց մամուլում մի տեղեկություն, որ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հարստացել է։ Եվ դրանից բխեց ըստ էության ներկայացվել էր իմ հայտարարագիրը մի քիչ ավելի ճոխ բառերով, ճոխ նախադասություններով, բայց բովանդակությունը չէին կարողացել փոխել, որտեղ ի պատիվ մեր իշխանությունների ներդրել ենք այդ համակարգը, որը ստույգ թվեր է հրապարակում։ Ինչ էր ասում մի թերթ, որին փոխկապակցված ազգային ժողովի պատգամավորուհի կա այստեղ, ասում էր, որ Նարեկ Գրիգորյանը ունի 12 միլիոն դրամ կանխիկ գումար և 6 միլիոն դրամ հարկ։ Պատկերացնում եք, սիրելի քաղաքացիներ, Նարեկ Գրիգորյանն արդեն 8 տարի պետական պաշտոնյա է և բարձր աշխատավարձ է ստանում։ Ու այս ինչ բացահայտում 12 միլիոն կանխիկ դրամ, որից 6 միլիոնը վարկ է։ Բայց ուզում եմ նաև իրենց ասել, երևի դրանից կուրախանան, որ այս տարի ևս նորից վարկ եմ վերցրել, հաջորդ հայտարարագիրը, որ ներկայացնեմ, դրա մասին էլ կգրեք, որ շատ է հարստացել, նաև մի 7 միլիոն էլ է վարկ վերցրել։ Նաև այնտեղ գրում էր, որ ես նաև կուզեմ, որ այս իրենց գրածը կխնդրեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն քննի, գրել էր Նարեկ Գրիգորյանի կինը ձեռք է բերել այս ինչ գումարով մեքենա, տակը գրել էր, այսքան վարկի դիմաց, օրինակ 4.5 միլիոն վարկի դիմաց, 4 միլիոնանոց մեքենա, հələ գնամ տուն ասեմ, բայն 500,000 նոր է, ինչ է եղել։ Ինչ վերաբերվում է այս թերթի տիրոջը, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասել, որ հայտարարագրման համակարգը բաց է և բոլորդ կարող եք մտնել, տեսնել, օրինակ, չգիտեմ, օրինակ մտովի պատկերացնենք, մարդը կարա լինի նախկին, ներկա, բոլորի հետ աշխատած և այլն, մեկ էլ հոպ, մի անգամից 3 հատ բնակարան Երևանում, օրինակ ես Գրիգորյան Նարեկը Երևանում բնակարան չունի։ Մի հատ հետաքրքիր է, հարգելի քաղաքացիներ, հիմա 3 բնակարանը մի քանի 100 միլիոն կազմող բնակարաններն են հարստացման, թե օրինակ 12 միլիոն դրամ կանխիկ միջոցները, որի 6 միլիոնը վարկա։ Ես մասով շատ չեմ ուզում ծավալել, բայց ուզում եմ նաև հակակոռուպցիոն կոմիտեն ուշադրություն դարձնի։ Կլինի իմ հարազատը, ծնողը, հորեղբայրը, հորքուրը, մորքուրը, քեռին, թող մի հատ բացեն, իրենց մի հատ ուսումնասիրեն, հասկանան իմ պաշտոնավարման ընթացքում իրենք հարստացել են, թե չէ։ Կամ օրինակ ուրիշ պաշտոնյայի եղբայրը, չգիտեմ, օրինակ գործարան ունի արդյոք, թե չունի։ Բայց էդի գիտեք որ ժամանակ, օրինակ, որ մարդը փոխում է տեղը, մի անգամից փոխվում է այս թիմից այն թիմ ու մի անգամից հայտնվում է, չգիտեմ, բնակարան կամ գործարան, կարող է ես սխալվում եմ, ամենայն դեպս թող ստուգեն։ Այս մասով։ Սիրելի հայրենակիցներ, ես նաև ուզում եմ ձեզ մի այսպեսի բան ասել և կխնդրեմ հակակոռուպցիոն կոմիտեն ընդունի որպես այս իմ ասածը հայտարարություն։ Օրինակ, հակակոռուպցիոն կոմիտեն հետաքրքրվել է, որ օրինակ Կալուգայի Սամոն ոնց է եղել, որ Հուսային պողոտայի այդ ամբողջ տակի հատվածը իրենցն է եղել և քանի դրամով է գնել։ Օրինակ այն կահույքի գործարանը, որ հիմա Ռիո Մոլ է, ինչքանով է գնել։ Երևանի այն օրինակ կենտրոնի տարածքները, որ ասում են այս Իրաննային, իր կազմակերպությանն, իր փոխկապակցված անձին է, կուզենամ այս մասին էլ հետաքրքրվենք, հասկանանք, բայց նաև պարոն Նահապետյան, մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, Տաշիր Սամոյի կամ Կալուգայի Սամոյի նույն ինքը Սամվել Կարապետյանի փոխկապակցված ընկերությունները Գեղարքունիքի մարզում շահել էին 5 դպրոցի վերանորոգում։ Օրինակ, այդ 5 դպրոցն էլ ըստ էության թերություններով է եղել, ըստ մամուլի տեղեկությունների և ընդ որում ջիլ միջնակարգ դպրոցի, որ արդեն պետք է հանձնվեր
շահագործման ի պատիվ Գեղարքունիքի մարզպետարանի եւ կառավարության չթողեցին, պատը ճաքած էր եղել։ Հիմա այսինքն մի հատ հետաքրքրվենք, հասկանանք նախ այդտեղ ինչ փողեր են փորձել մխսել եւ ըստ էության իրանք հասկանանք բարերար են, թե օրինակ այդ պատը ճաքած են սարքել, որ փլվի մեկ երեխա Աստված հերոպայի մեկ երեխայի մի վնաս լինի, որ իրանք այդ սարքեն մատի փաթան ու լրատվականներով խոսան այդ մասին։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ դուք վերհիշեք էլի մեր անցած ճանապարհներն, օրինակ Քոչյան Ռոբերտի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչ էր կատարվում, օրինակ հիշում եք, չէ, ես դա ծաղոտ հիշում եմ, կարող է լավ չեմ հիշում եք, չէ, որ ճանապարհային ոստիկանությանը դրամ էին գցում ավտոմեքենայի պատուհանից։ Հիշում եք, չէ՞, այն 2 ամսվա նպաստների գումարը, որ նպաստ ստանալու դիմաց պետքա վճարվեր։ Հիշում եք, չէ՞, որ բժշկական հիվանդությունների կարգ ստանալու համար պետքա վճարվեր։ Ես չեմ կարծում, որ դու այդ ամեն ինչը մոռացել եք։ Հավաքարար նշանակելու ստավկեն գիտեք գինը չափը, գիտեք բուժքույր նշանակելու գինը չափը, դպրոցի տնօրեն եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը վստահաբար լավ եք հիշում, չէ՞։ Նաեւ հիշում եք, չէ՞, ժամանակ ընտրությունները ոնց էին անում ընտրությունները։ Օրինակ ես մամուլում այդ բանում YouTube-ում տեսել եմ դրվագներ, որտեղ օրինակ մեկի ծնոտն էին ջարդում տեղամասերում։ Մարդիկ պատմում են, որ արկղերա փոխվել։ Հիշում եք, չէ՞, Դեմիրճան Քոչարյան ընտրությունները, վստահ եմ բոլոր մեր ավագ սերունդը շատ լավ է հիշում։ Կարեն Դեմիրճան, Ռոբերտ Քոչարյան ընտրություններն հիշում եք, չէ՞։ Հիշում եք, չէ՞, Սերժի ժամանակվա ընտրությունները, որ օրինակ մի տվյալ հիմնարկի ղեկավարը եթե չէր կատարում իրենց հրահանգները, դժվար չէ աշխատել։ Օրինակ ես չեմ հիշում երբևիցե ելք դաշինքից օրինակ մեկ մարդ, որ պետական պաշտոն զբաղեցներ կամ պետական ինչ-որ տեղ աշխատել։ Ես էի քննություն տվել, ընդունվել ազգային պարկ, հետո պարզվեց, որ ապրիլի ընտրություններին ընդառաջ իրանց հարմար չէի։ Իսկ հիմա տեսեք, Ժողովուրդ ջան, բերեք անկեղծ խոսենք։ Մեր թիմակիցները շատերը բողոքում են եւ նեղվում են նրանից, որ շատ ու շատ նախկին, թե կուսակցական, հանրապետական, դաշնակցական, թե այլն տարբեր տեղ պաշտոններ են զբաղեցնում եւ որևիցե մեկը իրես վրա ճնշում չի գործադրում։ Դա մեր ներկուսակցության մեջ մեզ վնաս է, բայց քանի որ մենք ընտրել ենք ժողովրդավարության ճանապարհը, մենք չենք կարող շեղվել այդ ճանապարհից։ Երեք էլ տեսա մամուլում Սերժն ասում էր բանը, ընտրությունն արդեն կեղծվել է, ընտրությունը արդեն գիտեք այդ խի էր ասում, տեսեք, իրանց քաղաքական խոսքն էլ է վերջացել, իրանք ընդհանրապես քաղաքական դաշտում, ես այն անգամ իզուր չի ասում եմ, պետք է քաղաքական կարմիր գիրք սարքենք եւ քաղաքական վերացվող կուսակցություններին եւ քաղաքական վերացվող գաղափարներ տեղավորենք այդ կարմիր գրքում, որ վաղը մյուս օր մեր սերունդները մեծանան, ցույց տանք իրանց եւ ասենք ինչպիսի ընդդիմություն պետք չի լինել, ոչ թե ասենք ինչպիսի ընդդիմություն պետք է լինել, այլ ինչպիսի ընդդիմություն պետք չի լինել։ Ես նաև ուզում եմ հասկանամ, էլի այդ Ռոբերտ Քոչյանի 200 միլիոն, որ պահանջում ենք այդ վերադարձնա պետությանը, արդյոք այդ ամբողջը նա, թե էլի ունենք այցեր, էլի ունենք քերական վարույթներ, որովհետև ըստ էության Ռոբերտ Քոչյանի 8 տարվա աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան իր պաշտոնավարման ընթացքում, որ ինքը նախագահ էր։ Ես տենց եմ կարծում։ Հիմա իմ 12 միլիոն դրամի վրա իրան սպասարկող լրատվականները զարմանում են, բայց իրաց մի քանի միլիարդ դոլարի վրա չեն զարմանում։ Ես կխնդրեմ այս մասով ասել, էլի, այս վերջնական թիվը 200 միլիոնը թե չէ։ Շնորհակալություն։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։